Շաբաթ հրապարակվելիք որոշումը գուցե վերջակետ դնի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ընթացող իրավական վեճերին կամ ընդհակառակը, բացի քաղաքական, միգուցե թեժ, բայց նոր փուլ։ Սահմանադրական դատարանը այդ որոշումը պետք է կայացնի հստակ սահմանված իրավական մեխանիզմով, դատավորների ձայների հաշվարկով։ Իսկ ինչ հնարավոր զարգացումներ սպասել շաբաթ բարձր դատարանից։ Գոյություն ունի սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք, որը հստակ կարգավորում է սահմանում է, թե ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը ինչ որոշում կարող է ընդունել։ Սահմանադրագետը 3 հիմնական սցենար է նախատեսում։ Առաջին հնարավոր տարբերակն այն է, որ բարձր դատարանը կվավերացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Երկրորդը կարող է ճանաչել անվավեր եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, կարող է ճանաչել անվավեր, որի արդյունքում նոր ընտրություններ պետք է լինեն, այսինքն ինչքան քաղաքական ուժեր կային, նորից քվեարկություն լինի, եւ կարող է որոշում կայացնել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ։ Ընտրությունների երկրորդ փուլի նշանակման դեպքում պայքարը կշարունակեն առավել ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը, այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Ուժեղ Հայաստանը։ Եվ այդ երկու ուժերից որ մեկը հաղթեց, այսինքն մեկ ձայն էլ ավել ստացավ մյուսից, նա արդեն միանձնյա ձևավորելու է կառավարություն։ Սահմանադրագետի գնահատմամբ 3 սցենարից առավել հավանականը երկու տարբերակն է։ Առաջինը, որն ամենահավանականն է, սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կթողնի անփոփոխ, այնպես ինչպես որ կա։ Եվ երկրորդ հավանական սցենարը, որ հնարավոր է, սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների երկրորդ փուլ նշանակելն է։ Ինձ թվում է, այս երկու սցենարները ավելի հավանական են, առաջինը շատ ավելի հավանական, քան երկրորդը։ Վերջնական որոշումը կկայացվի սահմանադրական դատարանում եւ հենց այդ քվեարկությամբ էլ իրավական գործընթացը կստանա իր վերջնական ելքը։